լսում եք գոնե այդ խոսակցությունը հեռախոսով, շնորհքով լավ բայրլարն ասում։ Վալոդիա Գրիգորյանի մանկության ընկերն է։ Միասին են մեծացել ու խաղացել այս փողոցներով։ Ընկերոջ սպանության լուրը լսելուց հետո տեղը չի գտնում։ Նա, ով որ Վալոդիա Գրիգորյանի հանդեպ այտենց հավարվել, անձամբ իմ թշնամին է։ Սա տան մերձակայքում է, որտեղից մեզ հասած տեղեկությունների համաձայն ենթադրյալ հանցագործը քայլել է դեպի քաղաքացիների ուղղությամբ եւ նրանց ուղղությամբ կրակահերթ արձակել։ Սա ամբողջ տարածքն է, որտեղ դիմակավորված քաղաքացու կրակոցները սպանել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանին ու ոստիկան ընկերոջը Կարեն Աբրահամյանին։ Երրորդ անձը 41-ամյա Արծրուն Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչ էր տեղի ունեցածը՝ վրեժխնդրություն, հաշվեհարդար, թե սպանությունների նոր սկիզբ։ Այո, սա Նիկոլի դարաշրջանը։ Կպական չեղար պետք է հապել կներեք ինձ։ Որ ինքը համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր լինելով։ Այո, մեր համար մեր բոլորիս սենց թևերը կոտրված այսօր, այս վարկյանին։ Որպես մարդ ազնվորություն, որպես ոչ թե համայնքապետ, նա ամբողջ իր ապրած տարիքում միայն սեր ու արգանք վայել է։ Վարկած Նիկոլին հարցրեք։ Նիկոլին պատասխան կտայել է։ Հա։ Այդ մարդը ընդդիմություն չի սիրում։ Այսօր էդա բաժար չկա։ Հաջորդ են մալ եննական է դոն մայր մազին։ Հիվանդանոցից լսել եմ ու դուրս եմ եկել եմ շատ ցավում եմ, որտեվ ինքը շատ լավ մարդ էր ու մեծատառով տղա։ Ես այդքան բան կարամ, ասեմ ինքը կյանքում ոչ ոքի վատ բան չի արել։ Լավ մարդ էր, ընտիր մարդ էր, լրիվ ընտիր անձնավորություն էր։ Ամբողջ Մերձավանը սգում է Վալոդիա Գրիգորյանի մահը։ Լավ մարդ ու օրինակելի ղեկավար էր։ Մանկապարտեզը համայնքի երեխաների համար անվճար էր դարձրել, ճանապարհները վերանորոգել, համայնքի զարգանալուն նպաստել։ Մենք նման անձնավորություն այս համայնքում էլ չենք ունենա։ Քաղաքացիները սպանության դեպքը չեն կապում մոտ 7 ամիս առաջ Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ, որի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը, բայց այդ վարկածը եւս քննվում է, վստահեցրել է Նարեկ Սարգսյանը։ Վաղ է որևէ մի վարկածի մասին հաստատապես այս պահին խոսել, քննարկում են բոլոր առաջ քաշված վարկածները, որոշակի գործողություններ կան արված նախկինում այստեղ կատարված էլի հասարակական հնչողություն ստացած հանցագործությունից հետո։ Քննչական կոմիտեն մի քանի հոդվածով վարույթ է նախաձեռնել՝ սպանություն, սպանության փորձ, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն։ Դեպքի վայր էին ժամանել կոմիտեի ներկայացուցիչներ, լրացուցիչ զննություն անցկացնելու։ Սպանությունը եղել է այստեղ, բայց ըստեյության մենք հասկանանք տանը որևէ մեկը չի գտնվում։ Չի գտնվում։ Դուք այսինքն հիմա դաշտում կամ այստեղ տարածքում կանգնած քննչական գործողություն եք անում։ Լրացուցիչ զննություն են ցանկանում։ Ինչու էր ընկերոջ հետ այդ ժամին առանձնատուն եկել Գրիգորյանը։ Նրանք նախապատրաստվում էին Փարաքարի օրվան, որ հոկտեմբերի 3-ին է։ Երևի այդ եւ համայնքային այլ հարցերով զբաղվել ու այդ ժամին է որոշել առանձնատուն գնալ, ասում է Մեսրոպ Առաքելյանը։ Տանը մարդ չի ապրել, բայց ոստիկանները հսկում են սպանված ոստիկանի, համայնքի ղեկավարի ու վիրավոր Արծրուն Գալստյանի ընտանիքի անդամների անվտանգությունը։ Գրիգորյանի հայրական տան դարպասներն ուրախ առիթներին էին այսպես լայն բացվում։ Հիմա բաց են սգացող քաղաքացիների ելումուտի համար։ Ուզում են հանցագործին կամ հանցագործներին շտապ տեսնել ճաղերի հետևում։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, ABC Media։